Բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Այսօր մի հատ հետաքրքիր թեմայից եմ խոսում, ինչը կապված է անբուժելի հիվանդությունների հետ։ Մի հատ այսօր աղջիկ էր գրել, ասաց որ խնդրեմ քուրիկիս համար կաղոթե 25 տարեկան է, ինչ որ քաղցկեղ ունի, արդեն ասում վերջի ստադիայում է, եթե ճիշտ հասկացա, ինչ որ այտենց խնդիր ունի, այսինքն կոպիտ ասած բժիշկները ժամանակ են սահմանել։ Հիմա ընկերներ, բացատրեմ, որ դուք եք պատկերացնեք։ Երկնքում ու երկրի վրա կա օրենքներ, որը սահմանել է Աստված իրականում։ Ոչ մեկ չի կարա շրջանցի այդ օրենքները։ Ուղիղ ձեզ ասում եմ, օրենքները գործում են իրանց ժամանակին, երբ որ մարդու մեղքերի համալրումը կատարվում է։ Ես ճիշտն ասած այդ աղջկան ասեցի, ինչ որ մի հատ մեղք կա, շատ մեծ, որ տանում է դեպի մահվան, ձեր քուրիկը գիտի դրա մասին, հարցրեք, ինքը ձեզ կասի։ Եթե չապաշխարի, ես իր համար չեմ կարող աղոթեմ։ Որովհետև խնդիրը այն է, ընկերներ, որ մարդ պետք է իրապես զղջա ու քայլեր անի։ Ոչ թե մենակ գնա ասի, դե ես ներել եմ, եթե ինչ որ մեկին չի ներել, ու ասենք, պետք է եթե քայլ անի ու բարի չի այդ մարդը։ Ուղիղ ձեզ ասում եմ։ Հիմա խի, հիմա շատ քրիստոնյաներ ինձ կասեն, եւ այլն, սենց հստակ գրած է։ Քրիստոսը ուղիղ ասում է, եթե դուք ձեր ամբողջ սրտից թողեք ձեր եղբորը, ասում է հայրը, որ երկնքում է, ձեր մեղքերը ձեզ չի թողել։ Հիմա ուղիղ ձեզ ասում եմ, եթե դուք ձեր սրտում չներում ունեք, ուզում եք 27 անգամ ապաշխարեք, ձեզ չի ներվում այդ մեղքը, որովհետև ներումը գալիս է ձեր ներելուց։ Երբ որ դուք ներում եք, ոչ թե խոսքով, այլ գնում եք, գրկում եք, եթե դաժե ինքն է սխալ, ասում ես կներես ինձ, համարենք իմ սխալն է, ու հաշտվում ես, ներում ես։ Փաստացի, դու ներվում ես, ընկերներ, ուղիղ ձեզ ասում եմ։ Եթե չես ներվում, քո մեղքերի համալրումը գալիս է ու քո ժամանակը լղանում է, ու մահը ի կատար պետք է ածվի։ Մի այլ տեղ էլ կա գրած է մեղքեր կա, որ դեպի մահ է, մեղքեր էլ կա, որ դեպի մահ չի։ Ու հենց Հովհաննեսը Աստծո սիրելի Քրիստոսի սիրելի աշակերտը ասում է, այդ մեղքերի համար, որ դեպի մահ ատանում, մի խնդրի, կոպիտ ասած, մեն աղոթի Աստծուն։ Բայց ես ձեզ ուրիշ բան եմ ասում, նայեք իշխանությունով ասում եմ։ Ինչքան էլ մեղք լինի, որ տանի դեպի մահ, մի մեղք կա, որ իրականում չի ներվում, մնացած բոլոր մեղքերը ներվում են, ու մի այլ տեղ էլ գրած է, որ Աստված հավատարիմ է, եթե մենք դաժե անիրավ ու անհավատարիմ ենք, Աստված հավատարիմ է, որ լսի ու ների։ Ուղիղ ձեզ ասում եմ, բայց եթե ճշմարտապես ապաշխարի, ճիշտ ասած այդ աղջիկը մի անգամից տարավ նրան, որ իմ քուրիկը անբարոյական չի, ընկերներ, անբարոյականություն մեղքը դեպի մահ չի տանում, դեպի մահ տանող մեղքերից մեկը միակն է, որ չեմ ուզում հիմա ձեզ ասեմ, դա ոնց որ դաժե մի քանի օր ու մի կատար ածվում, այդպես պետք չի տարիներով, մի անգամից դա չներելի մեղքն է, մյուս մեղքերից մեկը որ ելնում է, ասում է որ իր ծնողին անիծի, իր ճարակը կհանգի, այտենց հստակ է գրած է։ Հոբին էլ ասում է անիծի Աստծուն, ասում է ու մի անգամից մահացի։ Էդ էլ է, այնց մեղք կա, որ իրականում դրանից բրծում չունես։ Մնացած մեղքերը ունեն համալրման ժամանակ, կոպիտ եմ ասում։ Ու էլի մեղքեր կա, կարող ասենք մի քանի անգամ ինչ որ մեծ մեղք կրկնվի ու համալրում գա։ Նորից եմ ասում, ծանր ու թեթև անողը ես չեմ, բայց Աստծո օրենքները չեք կարա փոխեք։ Մեկը, որ կարող է Աստծո օրենքները փոխի, դա Քրիստոսի արյունն է, ընկերներ, ուղիղ ձեզ ասում եմ։ Եթե չես մոտիկանում Քրիստոսի աթոռին, եթե ոչ Քրիստոսի արյունով, չես ներվելու։ Դա միշտ իմացեք, հստակ գրած ասում է, ոչ ոք չի կարող մոտենալ հորը, եթե ոչ ինձանով, Քրիստոսի խոսքերն եմ ասում, ոչ ոք չի կարող ներվի, եթե իրականում իր ամբողջ սրտից չների, ընկերներ, չներում ինքը շատ մեծ մեղք, ընկերներ, այն հիմքով, որ քո բոլոր մեղքերը պահվում են ու չեն ներվում, ինչքան դու գնաս ապաշխարես, եթե դուք մտածում եք, որ դուք ապաշխարել եք, նայում ես իրականում լավ մարդ, հա, մեկ էլ ավարիայից մահանում է, ջահել, հա, տենց ոնց էր, պրոստը պետք է տենց մահանար, երբևիցե չասեք, որ կարող է ապրել այս մարդը ու դժոխք գնար։ Աստված կարողաներով չի առաջնորդում, որովհետև կարողայով եթե առաջնորդվեր, ի սկզբանե այն ծառը չար ու բարի Եդեմի պարտեզում չէր դնի, որովհետև հաստատ ինքը Աստված կմտածեր կարող է Ադամը միամիտ փորձի փոկի ու ուտի։ Աստված միշտ դնում է ընտրություն է տալիս։ Աստված կարողաներով չի շարժվում, ընկերներ։ Չկա կարողա որ ասես բարի էր, որ մարդը 25 տարեկանում մահանար։ Չկա տենց բան։ Համալրումը երբ որ գալիս է, ծերերին չի վերաբերվում, ինչի, որովհետև ըստ Աստվածաշնչի մարդուն սահմանած է 70-ից 80 տարի։ Այն մարդիկ, որ ավել են ապրում, հստակ ուղիղ ասում եմ, եթե 80-90 տարեկան մարդ եք տենում, որ այդքան ապրել է, ուրեմն ինքը հարգե ու պատվել է իր ծնողներին, որովհետև այդ պատվիրանը գալիս է խոստումով, ասում է հարգի ու պատվի ծնողներին, որ կյանքի օրերը երկար լինեն։ Եթե տեսնում ես կյանքի օրերը երկար է, իրապես հարգե պատվել է իր ծնողներին, ընկերներ, ուղիղ ասում եմ։ Այլ եթե տեսնում ես 70-ից մի քիչ պակաս է իրականում
ասենք չգիտեմ 60-65-ով մահանում է, հա, այդ մարդը հələ 50-ը չեմ ասում, 50-ներ եմ համարում երիտասարդ, որովհետև 20 տարի կա ապրելու։ Ինչի համար եմ ասում, որովհետև միտեղ մի թակավոր գնում է ասում, լացելով, աղաչելով խնդրում, Աստված ասում է 15 տարի էլ կապրես։ Իրականում 15 տարին մեծ թիվ, անկերներ։ Մի մտածեք 70-ից հանած 15-ը տենց փոքր տարիք է, դե լավ ծերեր մահացել է, չէ։ Սահմանված է 70-ից 80 տարի, ասում է 70 տարի լավագույն դեպքում 80 տարի, ընկերներ։ Այդ օրենքները հավատակ, թե չհավատակ գործում է, ընկերներ, այս երկրի վրա գործում է, նաև երկնքում է գործում։ Ինչի, որովհետև Քրիստոսը Սիմոնին ասում է Պետրոս, Սիմոնին Պետրոս էր կոչում, ասում է քեզ իշխանություն եմ տալ, ինչ որ կապես երկնքում, կապված կլինի նաև երկրի վրա, ու ինչ որ կապես երկրի վրա, կապված կլինի նաև երկնքում։ Օրենքները գործում են, ընկերներ։ Օրենքներից շրջանցողը միայն Քրիստոսն է, միայն Քրիստոսի արյունն է։ Այդ ձեզ հստակ ասում եմ, որ դուք չկասկածեք։ Ուրիշ բան, եթե հավատում եք, որ Քրիստոսը կարա օրենքները շրջանցի ու իրականում ողորմի ու լվա ու մաքրի ու ների ու բժշկի, դա ուրիշ հարց է։ Եթե չեք էլ հավատում ընդհանուր Աստծո օրենքներին, մեկը կատարվում է, մեկը չկա, որ իրականում մնացել է այս քանի հազար տարի, միշտ մահը վրա է գալիս, ինչքան է որ պայքարեն, ինչքան են ուզենան սիրտը փոխեն, թարմացնեն եւ այլն, մահը միշտ վրա է գալիս։ Նորից եմ կրկնում, ընկերներ, մեղքի դեմ պետք է առնես։ Խի, մի հատ էլ շատ ուժեղ օրինակ բերեմ։ Ամենակարող Աստծո որդին եկավ, իրականում այն դեմքներ Քրիստոսը, որ կարող է ճտասներ երկիրը ավիրվել ու նորից ստեղծվել, որովհետև գրածա, որ արարչության սկիզբը Քրիստոսն է։ Քրիստոսով է ստեղծված ամեն բան։ Նայեք ինչքան զորավոր դեմք էր։ Քրիստոսը որ եկավ, ընկերներ, Քրիստոսի դեմից ուղարկվեց մեկը, որ ամբողջ Իսրայելին տարավ ապաշխարության։ Դա Հովհաննեսն էր։ Անկամ Քրիստոսի համար հրաշքներ գործելու համար գրածա, որ ճանապարհ էր պատրաստում։ Բլուրները հավասարվում էին, դառնում էին ուղիղ, փոսերը լցվում էին, դառնում էին ուղիղ, ապաշխարության էր կանչում։ Հովհաննես Մկրտիչը հրաշքներ չէր գործում, մենակ ապաշխարություն ու ջրի մկրտություն։ Այսինքն ապաշխարությունը, ընկերներ, շատ կարևոր է, բայց եթե չես ներում, ապաշխարությունը չի լսվում, ընկերներ։ Սրանով եմ ուզում կիսվեի։ Այն մարդիկ, երիտասարդներ, երեխեքի թեման ուրիշ է, երեխեքին չկպնեք։ Ես խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր գիտակից են, 18-ը, 20-ը լրացել է եւ այլն, ու այդ մահվան ելքով խնդիր ունեն, հստակ ասում եմ դա։ Երբ որ այդ հիվանդության մեջ ես, ով էլ որ կլնես, հիմա եթե նայում ես, դու գիտես քո մեղքը։ Դու գիտես քո ծածուկը, որ դու որոշել ես քո սրտի մեջ ունես թաքուն անկյունում, բայց որ ոչ մեկ չգիտի, ոչ մեկ չի կարող գտնի, բայց Աստծուն չես կարող ֆրցնես, որովհետև Աստծո օրենքները միջև սրտի խորքերը գնում են ու քննում են։ Դա էլ գրած է։ Երբ որ ապաշխարեք, ընկերներ, հստակ ձեզ ասում եմ, բժշկությունն էլ գալու է, բժշկությունն էլ չի ուշանալու։ Սա ինձնից ձեզ խորհուրդ։ Սրանով է այսօր ուզում կիսվել։ Ինքը իրականում մի քիչ շատ բարդ թեմա է, բայց սրտանց ուզում եմ ձեր հետ կիսվել, որովհետև շատ արդիական թեմա է, ընկերներ։ Հավատքը առանց գործերի մեռած այդ միշտ հիշեք։ Չես կարող ասես ես ներել եմ իմ եղբորը, բայց չէ՞ հասկո եղբորը գրկես ու փաթաթվես։ Որովհետև երբ որ գրկում ես քո եղբորը, հավատում ես Քրիստոսի խոսքին, որովհետև Քրիստոսն է ասել եմ ներեք ու ներված կլինեք։ Ուղիղ ասում եմ։ Այլապես չի գործում այդ խոսքը, ընկերներ, ուղիղ ձեզ ասեցի։ Սրանով է ուզում կիսվեի, ընկերներ։ Օրհնում եմ ձեզ, անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։